Բարև ձեզ։ Կուզենայի մի քիչ ավելի հանգիստ սկսեի խոսքս, բայց չեմ կարող չթաքցնել զայրույթս։ Մի 3-4 անգամ ավելի շատ մարդիկ դրսում են։ Հետո իմացա, որ ցավոք սրտի կարող էին ուրիշ տեղ թույլատրել անցկացնել այս հանդիպումը։ Մեկի հետ խոսեցի, դե այստեղից ծնունդ եմ, ծանոթներ ունեմ։ Ասեց այստեղի այդ սութմուտ ղեկավարները մեղավոր չեն, են ամենավերևից են նրա անգել։ Քանի տարի քաղաքականության մեջ եմ, այսպիսի այլանդակ ղեկավարություն, որ իր լծակները օգտագործում է, այսպիսի սերիկայություն անելու համար չեմ տեսել։ Այստեղին բան չեմ ասի, բայց ուղղակի թող լծակները օգտագործում են, որպեսզի այդպիսի սերիկայություն անեն։ Շատ մեղմ եմ ասում, բայց դա սերիկայություն է։ Ես դեմ եմ եղել, միշտ եմ դեմ եղել, որ փողով ձայն են գնել։ Դրանք հանցագործներ են, բայց հազարապատիկ ավելի հանցագործ են նրանք, ովքեր իրենց պաշտոնական դիրքը օգտագործում են այդպիսի սերիկայություն անելու համար։ Բայց որովհետև դրանք բարոյական տղամարդկային արժեք չունեն, որ կան ասեն ինչու եք ինձ սերիկա ասում, երբ ասում են ամենաբարձր մակարդակից է եկել այդ հրամանը։ Լավ, կներեք, պետք է ասեի սա, կներեք կազմակերպիչներ նաև։ Ինչ վերաբերում է, ինչու անպայման ուզեցի ծննդավայրում ելույթ ունենալ։ Գիտեք, ես գերագույն խորհրդի պատգամավոր եմ ընտրվել այստեղից։ Չեմ թաքցնում։ Հրաշալի են իմ հակառակորդները, մրցակիցները, առաջ քարտուղարը, Շրջկոմի եւ դատախազի եղբորտան երկուսն էլ հրաշալի մարդիկ էին։ Ես հիշում եմ, որ կոնդենսատորը 2000-անոց դահլիճ ուներ, սիրով տրամադրեցին։ Թատրոնի դահլիճը եւ հիմա որ ամմատնում ասում եմ լավ էսուր ասանք, այս դեգրադացիան էսուր ասա, բայց շատ ворց տղամարդկային որակով ընտրող ունեցանք։ Չէին վախենում ոչ մեկից։ Մեկը փորձեր, մեկին ինչ որ ահաբեկեր, հերը կանիծեին։ Կներեք ինձ, կներեք ազար անգամ։ Վերջերս մի երկու արդյոք եղել եմ Քյավառում, զգացել եմ, որ վախ կա։ Այնտեղ եք, որ ինձ համար կանգնած էին եւ պատրաստ էին ամեն ինչի, բացատրում են, ասում են վախեցած է ժողովրդի մի մասը։ Ոչ մի մարդկային որակի, քաղաքական որակի արժ չկա, բայց ասեց այդտեղ ինքնաղաքին կողմնակիցներ ունի ճակերտների մեջ։ Կողմնակից նշանակում է վախեցած, պաշտոն եւ այլն եւ այլն։ Մի դեպք պետք է կարճ ասեմ։ Ու պատմեց ինչա տիրապետում, ինչա տեղի ունենում, ասաց մորաքրոջս տղու աները Մորաքրոջ տղու աներ։ Այո, զանգել ասել է, գիտես, այդ փեսունա զանգել ասել է, աղբորը տասա թող քիչ իշխանությանը քննադատի, որտեղ մեր խնդիրն էլ է դրած, մեզ էլ գործից կարող է ազատեն։ Ասում եմ ոնց տենց, իշխանովա ճիշտ, ասում է KGB-ի այդ ԱԱՑ-ի ինֆորմացիան ասա, այս վիճակն է, դրա համար ասում եմ, ասացին, չեմ ուզում նորից կրկնեմ, մի օր առաջ պետք է ազատվել սրանցից, թուրքը դա ազգություն չի, դա տեսակ է, տեսակ։ Թրքատեսակը նաև կայսօր Հայաստանում, այսօրվա իշխանության թիվ 1 ստորագրությունը, որ ուշադիր նայես, այդ թրքատեսակությունն է, որովհետև այսօր խամաչիկ են դարձել, փաթաթվել են, ինչ էլ որ ասեն Եվրոպա, Ամերիկա եւ այլն, ոչ։ Թիվ 1 եւ գլխավոր թիկունքը այսօրվա այս ազգակործան պատուասի Ալիևն ու Էրդողանն են։ Ինքը շատ լավ գիտի, որ առանց նրանց չի կարող չգիտեմ ինչ ունենամ, ինչ ուզում եք կտամ ձեզ։ Այս վերջի միջոցառման ժամանակ պես գնացինք, հետո Քյավառցու այդ մենթալիտետով միտեղ նստեցինք 4 Քյավառցիներին։ Ոնց կարող է իրեն դիտեն, որ ինքը կարող է պետություն ղեկավարել մարդ, որը ոչ ընտանեկան արժեհամակարգ ունի, ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ տղամարդկային։ Ասես այդ խաղաղություն ասելով կարողանում է ժողովրդի էմոցիան գողանալ։ Բացատրում են, ընդ որում մեկը շատ նիկոլական էր նստածներից։ Ասում եմ, եղբայր, հələ մի կողմ թողնենք, արժանապատիվ խաղաղություն, կայուն խաղաղություն մի կողմ եմ դնում։ Լավ չեք հասկանում, որ խաղաղություն չկա, այսօր պատերազմ է, ուղղակի սպիտակ պատերազմ է, որտեղ պատերազմի նպատակը որն է, որպեսզի տարածքներ գրավես։ 44 օրյա պատերազմի նպատակը տարածքներ գրավելն էր։ Արցախը գրավեցին եւ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը։ Ասի հիմա ինչ որ ուզում է գրավել, առանց պատերազմի տալիս է։ Ոչ ոք չի կարող, ոչ ոք։ Դրանք վախենում են բանավեճի գալուց։ Ինձ հակառակ պատմել, որ Զանգեզուրի միջանցքը տրված չի։ Տալիս է Զանգեզուրի միջանցք,
տալիս ես ստրատեգիական շատ կարևորագույն մի տեղ։ Սև լիճը տվել ես բոլոր ստրատեգիական տումեն Ադրբեջանի զգողության տակ, ինքը շատ լավ գիտի։ Երբևէ լսել եք, որ ինքը, այսպես շատ ստույգ, պարզ համադասական նախադասության բացի 300,000 ադրբեջանցու արժ չկա, չի ասել, չի ասի, որտեղ պայմանավորվածության շրջանակում նաև դա է ներառնված։ Չեմ ուզում շատ երկար խոսել, չեմ էլ ուզում քաղաքական լուրջ վերլուծությունների տանել, իրանց հետ քաղաքականության մասին խոսել, բարոյականության, դիվանագիտության, ընտանեկան արժեքների նշանակում է գլխով պատին խփել։ Մի բան պիտի հասկանալ։ Սրանք մնացին իշխանության, իսկապես Հայաստանի ստորագրություններ լինելու է թուրքական։ Էմոցիա գողանալու համար չեմ ասում։ Վստահ եմ ասում։ Դրա համար ասում եմ շատ երկար ժամանակ քաղաքականության մեջ եմ, միշտ եղել եմ ընդդիմություն, բայց հիմա ասում եմ համեմատության մեջ։ Այսքան կարևորագույն նշանակությամբ ընտրություն Հայաստանը չի ունեցել։ Եվ ես ուզում եմ, որ այդ կարևորագույն ընտրությունը իսկապես մեր հավաքական միտքը, մենք գիտեք, մեր անհատները ուժ են, բայց հավաքական միտքը մեկ երկուս չի դառնում։ Ես կսենամ, որ այդ հավաքական միտքը այսօր իսկապես ստորագրի ոչ այս թուրքատեսակ իշխանությանը, որը մեզ ցավոք սրտի մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը տարել փաթաթել է, տվել է մեր թշնամու ոտքերի տակ գցել է, մեր արժեհամակարգը նվիրել է նրան։ Շնորհակալ եմ, կներեք։